մայրիկիս կոպերը վիրահատելուց հետո երբ որ ես արդինատուրայի երկրորդ կուրսում էի, երբ որ արդեն սկսեցի ընտրել այն ուղղությունները, որով հիմնականում ուզում եմ զբաղվել, հիմնական շեշտը դրվեց հենց կոպերի պլաստիկայի եւ դեմքի պլաստիկայի վրա։ Իհարկե քիթը նույնպես մտնում է դեմքի կենտրոնական հատվածում է գտնվում, բայց ինչի ես իմ ընտրությունը կատարեցի հենց ավելի այս ուղղվածությամբ, ոչ թե ենթադրենք մարմնի պլաստիկայով կամ ռինոպլաստիկայով, ինչը ավելի ընդունված է, որովհետև հասկացա, որ ինձ ավելի հեշտ է եւ ավելի հասկանալի են այս բուժառուները, այսինքն այն բուժառուները, որոնք որ արդեն ունեն ինչ-որ կյանքի փորձ, ինքնահաստատվել են եւ մի տարբերություն նշեմ, երբեք այս տարիքի պացիենտները չեն մոտենա եւ չեն ցույց տա ինչ-որ հայտնի մարդու կամ մեկ ուրիշի նկար եւ խնդրեն, որպեսզի նման տեսք ստանան։ Իրենք տեղյակ չեն ոչ մի տրենդներից, չգիտեն, որ հիմա մոդայիկ է ենթադրենք աղվեսի աչք ասվածը, այսինքն նշաձև սրված աչքերը, ինչը ենթադրենք 30 տարեկան, 25 տարեկան աղջիկներն են հաճախ մոտենում եւ ես ստիպված եմ լինում իրենց մերժել, որովհետեւ կոպերի կախվածություն չունեն։ Իրենք չեն ուզում ոչ մեկին նմանվել, իրենք իրենց կյանքը ապրել են, բավականին փորձ ունեն եւ ենթադրենք համ ավելի թեթև են վերաբերվում որոշ հարցերին, կլինի դա նույն հետվիրահատական որոշ դիսկոմֆորտ, որոշ ցավեր, ավելի հեշտ է աշխատում, ու շատ ավելի հեշտ է իրենց հետ աշխատել ու արդյունքը միշտ ավելի գնահատված է լինում իրենց կողմից։ Հնարավոր է նրանք սոցցանցերում չեն կիսվում, որովհետև շատ հաճախ նրանք ուղղակի չկան սոցցանցերում կամ չգիտեն ինչպես պետք է դա արվի, բայց ամեն դեպքում երբ որ գալիս են ուղղակի պատմեն ինչ-որ մի բան կամ ուղղակի ժպտալով մտնում են իմ աշխատասենյակ, այդ արդեն լրիվ բավական է լինում, որ հասկանաս, որ քո աշխատանքը իզուր չէր, գնահատված էր ու երբեք կողքի կարծիքը իրենք այդքան չեն հաշվի առնի, ինչքան քոնը եւ իրենց սեփական կարծիքը։ Եվ փիլիսոփական մոտեցում ունեն, չէ՞, ցավին, հետևանքներին, ունակին չեն ասում։ Վիրակապություններին, որ զգուշացնում եմ մի փոքր կցավա, մի քիչ ձգելու եմ, իրական դա այդքան էլ ցավը չէ, ուղղակի ենթադրենք ավելի երիտասարդ բուժառուն այդ պահին կարող է բղավի կամ չգիտեմ, ինչ որ կտրուկ շարժում անի, նշում եմ, որ թեթև տարբալա ջան, մենք տես բաներ ենք տարել, հասկանում ես ինչքան թեթև է մարդ տրամադրված, դու էլ ես ավտոմատ արդեն ավելի հեշտ ես վերաբերվում սիտուացիային եւ զգում ես շատ մեծ վստահություն, ինչքան էլ տարօրինակ է լինելով երիտասարդ բժիշկ, հենց այս տարիքի բուժառուների մեջ եմ նկատում ավելի մեծ վստահություն հենց իմ հանդեպ։ Այսինքն լինում են դեպքեր, որ հարցում են, բալա ջան, քանի տարեկան ես, երբ որ նոր են մտնում աշխատասենյակ, մի փոքր զրուցում ենք, երբեմն մի քիչ շատ ենք զրուցում, այս էլ ոնց որ բացական կողմն է, բայց ամեն դեպքում զրուցելուց հետո զգում եմ, որ համվստահություն է ձևավորվել ու երբեք չեմ նկատի, որ կասկած են գնան երկրորդ կարծիքի հետևից։ Սա ավելի բնորոշ է 60-ից բարձր, 55-ից բարձր տարիքի բուժառուների։ Կյանքի փորձն է, մի հանդիպումով արդեն հասկանում, մարդկանց երևի ավելի լավ են հասկանում, դա էլ կարևոր է։ Եթե խոսքը գնում է 60-ից բարձր մարդկանց մասին, նրանց հիմնական վախը ոչ այդքան ցավերն են, ոչ այդքան արդյունքն է, չնայած արդյունքից ավելի են վախում, քան ցավերից, այլ քննադատությունը։ Այսինքն շատ հաճախ վիրահատությունները կատարում են գաղտնի իրենց զավակներից, իրենց հարևաններից, աշխատակիցներից եւ հարցնում են թե ինչքան ժամանակում կարող են տանը մեկուսանալ եւ հետո վերադառնալ աշխատանքի, որպեսզի ոչ մեկ չհասկանա։ Վիրահատությունից հետո կա վերականգնողական շրջան, որի ընթացքում իհարկե ունենում ենք սպիներ, ունենում ենք այտուսներ, հնարավոր են կապտուկներ եւ ես միշտ բուժառուներին խորհուրդ եմ տալիս երկրորդ, երրորդ օրվանից տանից դուրս գալ արևային ակնոցներով, գլխարկով եւ եթե ցանկանում են գաղտնի պահել այդ ամենը, իհարկե դա մի փոքր դժվարություն կլինի։ Բայց ես ինքս միշտ փորձում եմ բացատրել, որ ուրիշի կարծիքից վախենալ պետք չէ, արդյունքից վախենալ նույնպես պետք չէ, որովհետև մինչև վիրահատվելը կարելի է տեսնել բժշկի աշխատանքները, զրուցել բժշկի հետ, որպեսզի ես ինքս միշտ կողմ եմ, որ անձամբ ներկա շփման ժամանակ մենք հասկանանք, ես համապատասխան եմ բուժառուի համար եւ ինքը համապատասխան է իմ համար, որովհետեւ առանց այդ քիմիայի, առանց այդ կապի ոչ մի բան չի ստացվի, եթե չկա փոխադարձ վստահություն։ Եվ այդ ամենի հետ մեկտեղ վախերը ավելի հեշտ է հաղթարել ու ես ինքս հասկանում եմ, որ դա նորմալ է, եթե ես էլ դիմեի նման միջամտության, պետք է չափից շատ վստահեի այդ մարդուն, որպեսզի իմ դեմքը վստահե եւ չունենա ընդհանրապես ոչ մի վախ ու գնայի հանգիստ պարկեի վիրահատվեի։ Բայց ամեն դեպքում հիմնական վախը դա շրջապատի քննադատությունն է, որ կասեն այս տարիքում ինչի՞ է պետք, շատ հաճախ չեմ սիրում այդ արտահայտությունը, բայց ասում են՝ «Իխոմ երկրորդ անգամ չես ամուսնանալու» եւ այլն։
Հետաքրքիր է փաստորեն արձանագրենք, որ 60-ից հետո մարդիկ գեղեցիկ լինելու համար էլ գեղեցիկ լինելիս էլ պիտի բացատրություններ տան, այլ ոչ թե երկրորդ շնչառություն վերցնեն, երկրորդ անգամ ամուսնան։ Այստեղ պետք է շատ հստակ տարբերակել, որ 60 տարեկանում կամ 70 տարեկանում մարդ չի գալիս, որպեսզի դառնա այնպիսին, ինչպիսին 20 կամ 30 տարեկանում էր։ Ինքը ուղղակի գալիս է, որ իր ժամանակին կատարած աշխատանքը, որը որ աշխատել է եւ չի վայելել, այս պահին վայելի, որովհետեւ եթե ինքը ունի ինչ-որ մի հատվածում կախվածություն, մենք երբեք չենք կարող, ինչքան էլ տեխնոլոգիաները փոփոխվեն, վիրահատական տեխնիկաները փոփոխվեն, չենք կարող այնքան ձգել այդ ամենը, որպեսզի մարդ դառնա 40 տարով կամ 30 տարով երիտասարդ կամ նույնիսկ 20 տարով երիտասարդ։ Բայց ամեն դեպքում դա միշտ իրենց ինքնագնահատականի վրա է առաջին հերթին ազդում։ Եվ ինչու ոչ, նաև նրանք նշում են ինչ որ անձնական կյանքում փոփոխություններ։ Այսինքն դրա միջոցով շատ հաճախ ինձ դիմում են կանայք ամուսնու կորուստից հետո եւ ինչքան էլ դա տարօրինակ է, բայց հենց այդ պահին են վերջապես ժամանակ գտնում իրենց վրա ինչ որ բան փոփոխելու։ Այսինքն, չգիտեմ, դա իհարկե նորից կատարվում է գաղտնի, շրջապատի քննադատության խուսափելու պատճառով, բայց շատ հաճախ հենց ստրեսային ժամանակ են ինձ դիմում կանայք, հարազատի կորուստից հետո կամ լրիվ միայնակ կանայք, որոնք զավակներ չունեն։ Հետաքրքիր է։ Անդրադառնանք գնային քաղաքականությանը, գնագոյացմանը եւ արդյոք մեր երկրում կենսաթոշակառուն, եթե մեծ ցանկություն ունի ձեր ասած ինքնագնահատականը բարձրացնելու, գեղեցկանալու, կարող է դիմել եւ օգտվել այս ծառայություններից։ Նշեմ, որ առաջին հերթին բուժառուները շատ հաճախ հարցնում են ենթադրենք սոցփաթեթ, պետպատվեր, նման ծառայություններ գործում են պլաստիկ վիրահատության համար։ Կուզեմ հասկանանք, որ էսթետիկ վիրահատությունները չեն կարող փոխհատուցվել պետության կողմից, որովհետև դրանք առողջական խնդիր չեն լուծում։ Այսինքն ոչ մի տարբերակ չկա, որ ես ինքս մեծ սիրով կկարողանայի, եթե հնարավոր լիներ, ընդառաջել, բայց մեր երկրում նման տարբերակ գոյություն չունի։ Եվ այս վիրահատությունները կատարվում են ընդհանրապես անհատի ինքնագնահատականի բարձրացման համար։ Բոլոր վիրահատությունների համար այժմ գործում են մեր կլինիկայում ապառիկ վճարման տարբերակներ։ Եվ եթե խոսքը գնում է ոչ շատ ծավալուն, ոչ շատ մեծ վիրահատության մասին, փոքր ծավալի վիրահատությունները թույլատրելի սահմաններում են, այսինքն աստղաբաշխական թվերի մասին խոսքը չի գնում, իհարկե այստեղ ամեն ինչը ինդիվիդուալ է, կախված է թե ազգայացման տեսակից, թե վիրահատության ծավալից, ենթադրենք լինում են դեպքեր, երբ որ արդեն մեկ անգամ վիրահատությունը անհաջող կատարվել է, երկրորդային դեպքերը բնականաբար ավելի բարդ են եւ ավելի թանկարժեք են, բայց ամեն դեպքում վիրահատությունները թույլատրելի սահմաններում են։ Անկամ կենսաթոշակառուն կարող է ընդունել։ Հրաշալի է։ Եվ ես արդեն համոզվել եմ, որ դուք մեծ սիրով հոգատարությամբ եք աշխատում տարեց բուժառուների հետ, ձեր խոսքից էլ դա հասկացում եք, կան արդյոք առանձնահատկություններ, ֆիքսել եք, արձանագրել եք, որ հենց բնորոշ է տարիքային մեր խմբին, այս խմբին։ Իհարկե կան,